Եթե Ռուսաստանը ինչ-որ պահի Հայաստանի եվրոպական ձգտումների պատճառով իր կապերը սկսի խզել Հայաստանի հետ, ժողովրդի կենսամակարդակը կբարձրանա, թե կիջնի։ Դա հարցական է։ Եվրոպայի նավերը այստեղ չեն հասնի։ Նրանց նավերը մեր լեռներում չեն հասնի։ Մի ժամանակավոր կարող է իջնի, բայց մեկը հարմարվելու ենք։ Մենք առանց Ռուսաստանի երբեք օբրել չենք կարող ու չենք կարող օբրել սրանից հետո։ Ես Ռուսաստանից եմ, ոչ։ Որքան ժողովրդին համբերությունը երկար է կամ կարճ է, անարգախում ունի մեր ղեկավարներուն իմաստություն են։ Եթե մեկը չես պատրաստեր, շատ կարճ կլա անոր համբերություն։ Եթե պատրաստես, քիչ ավելի երկար կլա։ Բայց ես չեմ գիտեմ, եթե կպատրաստենք ժողովրդը անոր, թե ոչ, անեկա չեմ գիտեր։ Գիտեք, սա նեղ մասնագիտական հարց է, այդ հարցին պետք է պատասխանեն գործարար մարդիկ, տնտեսագետները, բայց տնտեսական կապերը ցանկացած երկրի, այդ թվում Ռուսաստանի հետ ես ընդունելի եմ համարում, հասարակ քաղաքացու որոշելիքը չէր։ Կիչնի տարիներով պապական մենք Ռուսաստանի հետ բարեկամներ ենք, եղբայրներ ենք։ Այսօր ես չգիտեմ, էլի ամեն ինչը մենք կապ ունենք Ռուսաստանի հետ։ Միանգամից ինքը ուզում է կտրի Ռուսաստանի հետ կապերը։ Մենք Ռուսաստանում ինչքան աշխատողներ ունենք, ինչքան ժողովուրդ ունենք, դուք լավ գիտեք, ինչ է լինելու վերջը։ Ինչա բռնե Եվրոպայի պոչը, կոպիտ եմ ասում, թող հենց այդպես էլ հնչի։ Եվրոպան ոչ մի բան էլ իրան չի անելու։ Ես ինձ կհիշեք, ուղակի կոպիտ եմ ասում, կուտ է տալիս։ Ոչ մի բան էլ չի անելու, ոնց կարելի է Ռուսաստանի հետ կապերը խզել։ Տրանսպորտն է, մեր ժողովուրդը մեղքը չեն, այնտեղ ինչքան բնակիչներ մենք ունենք, գործեր ունեն, տներ ունեն, երեխեք այնտեղ են ծնվել մեծացել։ Ինքը մենակ իր ընտանիքի մասին է մտածում, ինքը մենակ մտածում է իր մասին։